5 պարտություն եւ ընդամենը 1 հաղթանակ։ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը վերջին խաղում ջախջախիչ պարտություն կրեց Պորտուգալիայի ընտրանուց, 9 գնդակ ընդունելով սեփական դարպասը։ Խայտառակությունը եւ որևէ արդարացում դժվար է գտնել։ Զարգերակի հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախկին փոխնախարար Կարեն Գիլոյանը։ Գիլոյանի խոսքով, եթե չլինեին սխալները, կարող էինք լավ արդյունք գրանցել։ Պորտուգալիայի հետ առաջին խաղում տպավորություն էր, որ մեր հավաքականը դուրս էր եկել նրանցով հիանալու։ Կամային պայքար չկար, ասաց նա։ Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ըստ Գիլոյանի չէր կարող հրաշք գործել եւ ժամանակ է պետք, որպեսզի կարողանա իրեն դրսեւորել։ Ազգային հավաքականը ունի բարձր կարգի 3 ֆուտբոլիստ, այն էլ վերապահումով։ Մյուսները այն մակարդակի չեն, որ կարողանան միջազգային նման լուրջ խաղերում հարց լուծել, նշեց Գիլոյանը։ Ֆուտբոլում առկա խնդիրները նրա դիտարկմամբ ավելի խորքային են եւ մեկ օրում չեն լուծվի։ Մանկապատանեկան ֆուտբոլը պետք է զարգացնել, ներդրումներ, մարզադաշտեր են պետք, որպեսզի 10 տարի հետո կարողանանք խոսել ուժեղ թիմ ունենալու մասին։ Կարեն Գիլոյանը նաեւ կարեւորեց ֆեդերացիայի պետության եւ ակումբների համախմբված եւ նպատակային աշխատանքը։